2026 թվականի մայիսին տնտեսական ակտիվության աճն էականորեն արագացել է, հասնելով 11,7%-ի, ինչի արդյունքում հունվար-մայիս ամիսների կուտակային աճը կազմել է 8%, սակայն աճի կառուցվածքը շարունակում է պարունակել կայունության ռիսկեր։ Աճի հիմնական աղբյուրներն են եղել արդյունաբերությունը, ծառայությունները, ինչպես նաև շինարարությունը։ Շինարարության ոլորտում բարձր աճը ոչ միայն պահպանվել է, այլև մայիսին որոշակիորեն արագացել է։ Հունվար-մայիս ամիսներին շինարարության ծավալներն աճել են 24,1%-ով, չնայած նախորդ տարվա բարձր բազային եւ Երևանի մասով հիփոթեկային վարկերի տոկոսավճարների վերադարձի ծրագրի աստիճանական ավարտից բխող սպասումներին։ Շինարարության բարձր աճը վարկավորման շարունակական ընդլայնման հետ համատեղ աջակցում է ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ պահանջում է անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների եւ հնարավոր ռիսկերի մշտադիտարկում։ Արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճն արագացել է, մինչդեռ ծախսերի աճը զգալիորեն դանդաղել է։ Հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի եկամուտներն աճել են 14,7%-ով, իսկ ծախսերը 4,5%-ով, ինչի արդյունքում ձևավորվել է 95,8 միլիարդ դրամ հավելուրդ։ Սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Այսպես ընթացիկ ծախսերն աճել են 15,2%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը կրճատվել են 46,8%-ով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները։ Ներդրումային կոմիտեի 5-րդ նիստի շրջանակում որոշվել էր ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացներ կանաչ ջրածնի ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների եւ տեխնոլոգիաների բացահայտման ուղղությամբ։ Ընդգծվել է, որ սույն խորհրդակցության նպատակը Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման շուրջ աշխատանքային խմբի եւ խորհրդատվական ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքում մշակված առաջարկների վերաբերյալ քննարկում իրականացնելն է։ Անդրադարձ է կատարվել նաեւ կանաչ ջրածնի արտադրության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ սցենարներին։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանում մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Զոկուլսկիին։ Հանդիպման նպատակն էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց եւ ընդունող համայնքների համար հիմնական ենթակառուցվածքների եւ սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի ամփոփումը եւ արդյունքների քննարկումը։ Երկամյա ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանի Հանրապետության համայնքներում կառուցվել են 10 կացարաններ, վերանորոգվել են 10 գյուղական ամբուլատորիաներ, տեղադրվել են 74 էներգետիկ կայաններ, ինչպես նաև Ճամբարակ եւ Գորիս բնակավայրերում կառուցվել են ջրավազաններ։ Նախարարի տեղակալը ընդգծել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կարևորությունը, ինչպես նաև իրականացվող եւ պլանավորվող ծրագրերի ներդրումը Հայաստանի համայնքների հզորացման, ապակենտրոնացման եւ սոցիալական զարգացման գործում։